Ողջույն բոլորին, այս տեսանյութում ցանկության մասին է, որը դե մեկ-մեկ մոռանում եմ, իհարկե դե ժամանակս չի ներում, որպեսզի անեմ, լինում է սովորաբար ամեն չորեքշաբթի կամ հինգշաբթի օրերին, ավելի շատ երևի չորեքշաբթի օրերին, 4 տարբերակից է, պահեք 4 տարբեր ցանկություններ, մեկ ցանկություն մի պահեք 4 տարբերակն էլ, նաև ժամկետ պահեք անպայման, որպեսզի հասկանանք այդ ժամկետում կլինի արդյոք թե ոչ։ Եթե տեսնենք ուշանում է, որպեսզի հասկանանք որքան ժամանակ է դեռևս նա ուշանալու։ Պահեք մինչև խառնեմ, կարող եք կանգնեցնել, հետո վերադառնալ։ Ես արդեն սկսեմ։ Կկատարվի արդյոք առաջին տարբերակի ցանկությունը։ Ցանկությունը մի փոքր ուշանում է, ըստ ձեր նշված ժամանակի, այն ժամանակը, որը որ դուք եք նշել, պահել, Ուրեմն առաջին տարբերակի համար ցանկությունը մի փոքր ուշանում է, նաև երեխաներով հավաքվել, բայց առիթ նշել, այստեղ միգուցե ձեր երեխաների ծնունդն է կամ ընկերներից մեկի ծնունդն է, որի ժամանակ ձեզ կհրավիրեն։ Նաև հարսանիք, սա հենց պատրաստություն հարսանիքի, այսինքն օրը արդեն կարող եք որոշել, ինչ-որ մեկից նամակ ստանալ, ինչ-որ մի փաստաթուղթ ստանալ, տեղեկատվություն կարևոր, երեխաների հետ կապված տեղեկատվություն, այստեղ հղիություն, լավ թեթև ծննդաբերություն և ձեր երեխաների հետ կապված յուրաքանչյուր պահ, դա ևս կլինի, նաև դիպլոմ ստանալ, ուսման կենտրոն, ուսման ընդունվել, այդպես, ինչ-որ կուրսերի, որովհետև արդեն անցավ, և շոպինգի, գնաք շոպինգի, այստեղ ճիշտ է գումար շատ չի, գումարը իրար մոտ չեն, բայց ամենայն դեպս ինչքան որ ունեք, այդքանով կարող եք գնալ շոպինգի։ Այսքանը առաջին տարբերակի համար, պահեք երկրորդը, կկատարվի արդյոք երկրորդ տարբերակի ցանկությունը։ Ցանկությունը մի փոքր ուշանում է,
ուրեմն երկրորդ տարբերակում, եթե ցանկանում եք ոսկի գնել կամ ստանալ բիժուտերյան նվեր, ապա այն կստանաք։ Նաև ցանկությունը մի փոքր ուշանում է, որից է հարցում հաղթանակած դուրս կգաք ինչ-որ մի բան ձեր օգտին կավարտվի, շոպինգի կարող եք գնալ, գումարը արդեն կա, երկրորդ տարբերակում կարող եք գնալ շոպինգի, նաև ընկերներից մեկի ծնունդը կարող է լինել, հավաքվեք, ուրախանաք, եթե նման ցանկություն ունեիք, բուժման հետ կապված, առողջության հետ կապված եւս ամեն ինչ նորմալ կլինի եւ սպորտ, կամ զբաղվեք սպորտով, կամ սպորտում հաղթանակ, այստեղ այսպես թե այնպես երևում է, որ սպորտում հաղթանակ եք ունենալու։ Միայն ուշադրություն դարձրեք, ձեր մինչև մրցույթի օրը ուշադրություն դարձրեք ձեր կախված է ինչով եք զբաղվում, ձեր մկաններին, ձեր առողջությանը։ Այսքանը երկրորդ տարբերակի համար, կնայենք երրորդ տարբերակը։ Կկատարվի արդյոք երրորդ տարբերակի ցանկությունը։ Մի փոքր էլի հեռու է, ցավոք սրտի, եւ այս կարող է ձեր ցանկությունները այստեղ են, եւ այն ցույց է տալիս, որ կկատարվի։ Մի տխրեք, մի ընկճվեք։ Ուրեմն երրորդ տարբերակում երեխաների հետ կապված հղիություն, ծննդաբերությունը, որ ամեն ինչ թեթև անցնի, նաև ձեր երեխաների մոտ ոչ է հարց, որպեսզի այն լավ լուծվի, վերանորոգում սկսեք կամ գործիքներ գնեք ձեր գործունեության համար, դիպլոմ ստանաք կամ դուք կամ ձեր երեխաները նաև ուսման ընդունվեն, ինչ որ կենտրոն ընդունվեն սովորելու, ոչ է նամակ, ինչ որ փաստաթուղթ ստանաք, ինչ-որ մեկից ուզում եք, որ նամակ գրի ձեզ, SMS գրի, սպասում եք, վարկ վերցնել, վարկերը փակել, մինչև վերջ, պարտքերը փակել, մինչև վերջ, նաև ծաղիկ նվեր ստանալ, նոր սեր, եթե հարցը ուղղել եք սիրում է արդյոք, ապա այս քարտը ասում է այո, եւ որևիցե հարցում հաղթանակած դուրս կգաք, ինչ որ մի բանը, առաջին տեղում եք դուք լինելու։ Այսքանը նաև երրորդ տարբերակի համար, ցավոք աստղերը չեն ուզում ընկնել, բայց դա եւս ոչինչ, որովհետև այնտեղ բավական նկարներ կան, որոնք որ պատասխանում են ձեր հարցերին։ Եվ կնայենք չորրորդ տարբերակը։ Կկատարվի արդյոք չորրորդ տարբերակի ցանկությունը։ Շատ չնչին է հեռավորությունը, նայեք, աննշան է հեռավորությունը, այնպես որ ձեր պահած ժամկետից շատ քիչ կարող է ուշանալ։ Իսկ եթե այստեղ ընկնում է, դա նշանակում է հստակ լինելու է մի փոքր ուշ։ Իսկ եթե չի ընկնում բացարձակապես, դա նշանակում է, որ այսպես թե այնպես այդ ցանկությունը դեռևս ժամանակը չէ։ Ոչ թե ուշանալու են, պետք է ընկնի այստեղ ինչ-որ մի ցանկություն,
որից էլ որ հետևություն անենք, որ այն ցանկությունը կիրականանա։ Դե թե չի ընկնում։ Ահա, 4-րդ տարբերակում նիհարելը, եթե ցանկանում եք նիհարել, կենցաղային տեխնիկա ձեռք բերել, նաև վարկ վերցնել, վարկերը փակել, պարտքերը փակել, վերջացնել։ Ճիշտ է, գումարը դեռ չկա, ինչքան որ կա այդքանով կփակեք, բայց դե ամենայն դեպս փակում եք։ Նաև հեռախոսազանգ, որը ձեզ համար շատ կարևոր է, իդեպ, տեղափոխություն, մեկ այլ բնակարան եւ լեզուներ։ Լեզուներ պետք է սովորեք, կամ եթե հարց եք տալիս ինչ-որ միտեղ ընդունվելու հետ կապված, միգուցե ասում է, որ լեզուները սովորեք։ Առաջինը, հետո նոր։ Դե մեր Հայաստանում է դա այդպես, պարտադիր է լեզուները։ Ուրիշ երկրում այդպես չէ, սիրելիներս, այդպես չէ։ Ոչ ոք չի պարտադրում ուրիշի լեզուն սովորել, բացի Հայաստանից։ Այսքանը սիրելիներս, թող որ բոլորի ցանկությունները կատարվեն այն ժամանակ, երբ որ Աստված այդպես է կամենում եւ դուք եք պատրաստ, եւ եթե Աստված ուզի դա լինի, անպայման այդ նա կլինի։ Այսքանը, լավ եղեք։